պարզավոր Ռուբեն Ռուբինյանը նաև որպես Թուրքիայի հետ Հայաստանի բանակցող, բանագնաց ընտրվել է այն սկզբունքով, որ բավարարի նաև Թուրքիայի ինչ ասեմ, առնվազն ցանկությունը եւ պատահական չէր, որ դեռ Ռուբեն Ռուբինյանը ազգային ժողովի նախագահ չի ընտրվել, որտեղ կարա չէ տենց սահմանադրական դատարանը, ով հրաշք գտնվի բարձր դատարանի իր բարձունքում եւ օրինակ հուլիսի 4-ին նշանակի արտահերթ ընտրություն եւ ի վերջո ազգային ժողովում դեռևս քվեարկություն չի եղել, կարա չէ ասենք փակ գաղտնի քվեարկության ժամանակ Ռուբեն Ռուբինյանը չընտրվի ազգային ժողովի նախագահ, բայց քլքչը արդեն նրա պարտնյորը հայ-թուրքական էս Աջափ Սանդալի արդեն իսկ շնորհավորել է, ես կարծում եմ այստեղ նաև այդ գործոնն է դեր խաղացել Ռուբեն Ռուբինյանի ՔՊ-ի կողմից ԱԺ նախագահի թեկնածու առաջադրվելու, ինչ վերաբերում է երկու փոխոսնակներին, ապա այդ երկուսն էլ այն մարդիկ են, ովքեր մշտապես աչքի են ընկել ընդդիմության հանդեպ իրենց անպարագիծ որևէ կարմիր գիծ չունեցող, ինչ ասեմ, բառ չկա բնութագրելու պահվածքով, ուստի եւ իրանք հատուկ հիմա իրանց բարձացրել են վերև, որ այնտեղից ավելի լավ շիշ շպրտեն կամ ավելի լավ հայհոյեն այն ընդդիմությանը, որը շուտով վերցնելու է մանդատները եւ գնալու է խորհրդարան։